Երկրի վրա քայլող քաջարիությունները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ՝ Մատինա Մարինե Մանուկյան։ Գրիգոր Գևորգի Հարությունյան։ Ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Գրիգորը ծնվել է 1997 թվականի փետրվարի 15-ին։ Նա 4 երեխաներից երրորդն էր։ 2003 թվականին 6 տարեկանում կորցրել է հորը, ով մահացել է շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ ընկնելով բարձրությունից, և Գրիգորը մոր, քրոջ ու եղբայրների հետ հայտնվել է ծանր պայմաններում, սակայն նրա մայրը՝ տիկին Անահիտը, չի կոտրվել ու զավակներին մեծացրել է արժանավայել կերպով։ Նա իր 4 դեռահաս ու մանկահասակ երեխաներին ստիպված թողնելով նոր խնամքին, սկզբում աշխատանքի է անցել Ռուսաստանի անդրկովկասյան կազակական զորքերում որպես էրեբունու ստորաբաժանման կադրերի բաժնի վարիչ։ Մեծ տղան՝ Արամը 17 տարեկան էր, աղջիկը՝ Հասմիկը 16, ինքը՝ մեր հերոս Գրիգորը 6 տարեկան էր, իսկ փոքրիկ Սերյոժան տակավին 4 տարեկան էր։ Մեր անպարտ հերոսին 6-ամյա Գրիգորին կրթելու և դաստիարակելու պարտականությունը կամա թե ակամա ստանձնել էր նրա ավագ եղբայրը՝ դեռևս պատանեկության շեմը նոր թևակոխած 17-ամյա Արամը։ Հոր մահից հետո երեխաները շուտ հասունացան, անգամ փոքրիկ Սերյոժան, որ ընդամենը 4 տարեկան էր։ Սակայն ծանր պայմանների պատճառով, այնուամենայնիվ Գրիգորը 2004 թվականին ընդունվելով թիվ 194 դպրոցը տեղափոխվել է գիշերօթիկ դպրոց, ապա 4-րդ դասարանից տեղափոխվելով թիվ 127 դպրոց և սովորել մինչև 9-րդ դասարան։ Ընդունակ աշակերտ էր, չէր թերանում ոչ մի առարկայից։ Միայն շատ էր նեղվում, որ ընտանիքի հոգսը միայն մոր ուսերին է։ Այդ իսկ պատճառով կիսատ թողնելով դպրոցը սկսել է աշխատել, օգնել մորը։ Քանի որ ավագ եղբայրը՝ Արամն, արդեն իր ընտանիքն ուներ, Գրիգորն ամեն կերպ փորձում էր օգնել մորը և գոհացնել եղբորը, որ վերջինս ունենալով իր անձնական ընտանիքը, չնեղվեր, թե մայրը, քույրն ու եղբայրները լավ չեն ապրում։ Նա դեռ նորաթուխ մի պատանյակ, բայց արդեն ոգով ուժեղ ու ամուր երիտասարդ էր ձևավորվել, ընտանիքի պաշտպան, իսկական տղամարդ։ Սակայն նրա պարզունակ հոգու մի փոքրիկ անկյունում մերթ ընդ մերթ գլուխ էր բարձրացնում իր տարիքին բնորոշ պատանյակը՝ ժիր, աշխույժ, կայտառ։ Նրանք ապրում էին գաճագործների փողոցի վթարային շենքերից մեկում։ Նա իր թասիբով փորձում էր վերանորոգել տունը, այդ իսկ պատճառով սկսեց կարուսելների ու ջրային կարուսելների վրա աշխատել և գումար ստեղծել։ Ստեղծածն էլ հավաքել, ապա սկսեց տան վերանորոգման աշխատանքները, ամենամանրից մինչև ամենախոշորը։ Սիրում էր օգնել բոլորին ու միշտ պատրաստական կերպով էր օգնում հարևաններին, մտերիմներին, անգամ անծանոթներին։ Ընկերների կողմից սիրված էր, ովքեր միշտ համախմբվում էին նրա շուրջը, ի հեճուկս դաժան ճակատագրի միշտ ժպտերես էր, հումորով, հարուստ, աշխույժ, կայտառ, ուժիր։ Ծաղկում էր նոր բացվող գարնան նման։ Եկավ պահ, երբ կրտսեր եղբոր դաստիարակությունն ու ուսման պատասխանատվությունն էլ ինքը ստանձնեց, ինչպես մի ժամանակ իրենը իր ավագ եղբայր Արամը։ Այդ տարիներին մայրը՝ Անահիտը, գիշերները չքնելով թխվածք էր թխում ու վաճառում։ Եվ հպարտությամբ պիտի նշեմ, որ Գրիգորը չէր զլանում, չէր նեղվում և չէր ամաչում օգնել մորը, գրտնակով խմորների գնդերը բացելով։ Հպարտանում եմ նման տղաներով ու ակամայից շատ սիրում նրանց։ Նա ինչ էլ ձեռնարկեր, հաջողությամբ պիտի պսակվեր։ Թվում էր հաջողակ էր ու կյանքում էլ պիտի իր տեղը գտներ։ Բա ինչու, սիրելի Գրիգոր, ինչու բախտը երես թեքեց քեզանից։ Նա նույնիսկ կարելու մեջ էր վարպետ,
կարողանում էր այնպես կարել, որ ամենալավ կարող կինն անգամ կզիջեր նրան։ Միշտ կոկիկ էր հագնվում և հագուստը խնամքով էր պահում, որ նոր շոր ու շուշ գնեին, գումար տնտեսեին ու ավելորդ գումարներ չծախսեին։ Քրոջն ուրախացնելու համար այստեղից այնտեղից մանր ուլունքներ էր հավաքում, ապա իր ստեղծագործ մտքով ու ոսկի ձեռքերով հավաքում մետաղալարերի վրա և յուրօրինակ զարդանախշեր ստանում, որ զարմանալ կարելի էր, միթե սա 12-13 տարեկանի ձեռքի գործ է։ Այստեղ ակամայից հիշում եմ Հովհաննես Թումանյանի Գիգորին, որ կրկին գունավոր կտորներ ու կոճակներ էր հավաքել իր քրոջ Զանիի համար։ Ժամանակների հեռվից և մի քիչ էլ այլ կերպարանք ստացած, կարծես կրկնվում էր այս պատմությունը, ապա կարողանում էր վարպետորեն տեխնիկա նորոգել։ Այս ամենի մեջ հմտացել ու խորացել էր ինքնուս։ Կյանքը մանկուց էր նրան թրծել դժվար կյանքով ապրելու ուղիում, անցկացրել էր իր թրի տակով, դրա համար ինչ էլ լիներ նա չէր բողոքում, այլ լուռ ու անտրտունջ հասուն տղամարդուն վայել արժանապատվությամբ ելք էր որոնում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Դպրոցական տարիներից ի վեր նաև սպորտսմեն էր, ֆուտբոլով և քինգ-բոքսով էր զբաղվել ու դարձել ամրակուռ քինգ-բոքսիստ։ Այսպես տարիներն անցան, մինչև հասավ զորակոչային տարիքի։ Նա բանակ զորակոչվել է 2015 թվականի հուլիսի 26-ին, սկզբում ծառայել է Ստեփանակերտում, ապա Խոջալույում, հետո էլ Ջեբրայիլում։ Ամենայն պատասխանատվությամբ է մոտեցել իր ծառայությանն, առաջին իսկ օրից, որն էլ աննկատ չի մնացել զորամասի հրամանատարության կողմից։ Իսկ երբ մայրը, տիկին Անահիտը, գնացել է նրան այցելության, նա իր սուր աչքով և նրբազգաց հոգով տեսել, զգացել ու հասկացել է, թե մայրն ինչ դժվարությամբ է գումար հայթայթել, որ եկել է իրեն տեսության, ու ասել է. «Էլ մի արի, մա ջան, մի արի»։ Չէր ուզում, որ մայրը տանջվի, իրեն նեղություն տալով պարտք անի, ինչ է թե գնա նրան տեսակցելու։ Շատ հարմարվող ու հաշտվող էր ստեղծված իրավիճակի հետ։ Տիկին Անահիտը նույնիսկ ցանկացել էր նրան ինչ-որ կերպ տեղափոխել Երևան, որ անվտանգ լինի ու իր համար նրան այցելելը մի փոքր հեշտանա։ «Տղաս, քեզ ուզում եմ տեղափոխել Երևան, որ մոտ լինես»։ Բայց նրա քաջ որդու պատասխանից ինքը նույնիսկ այսօր է իրեն վատ զգում նրա առաջ։ «Չեմ ուզում, սա էլ է իմ հայրենիքը»։ «Ես այստեղ ավելի եմ պետք», շեշտված տոնով մորը լռեցրել է Գրիգորը։ «Ես այստեղ ավելի եմ պետք», կրկնվեց իմ մտքում։ «Այո, սիրելի Գրիգոր, քո մայր հողը դու գերադասեցիր քո տառապած մորից»։ Ծառայության սկզբում նա մորն ասել էր. «Այնքան լավ պիտի սովորեմ կրակել, որ եթե հարձակում լինի, միանգամից 2-3 թուրք սպանեմ։ Եթե հարձակում լինի, այդ ինչ մտքեր էին քեզ տիրել մեր անկոտրում հերոս։ Միթե սիրտդ գուշակում էր, հոգիդ վկայում։ Նա իր փխրուն ու կանացի մորը շատ ուժեղ էր տեսնում և ասել էր. «Ուզում եմ քո պես ուժեղ լինել»։ Այո, իրականում այդքան կանացի տիկին Անահիտը շատ ուժեղ էր և իր ամուր ու անկոտրում կամքով և զենք բռնելու, դիպուկ կրակել կարողանալու փաստով։ 2016 թվականի մարտի 31-ն էր, որ մայր ու որդի խոսեցին հեռախոսով. «Մա, գնում եմ դիրքեր»։ Ու սա եղավ նրանց վերջին զրույցը։ Ապրիլի 1-ին Անահիտը զանգ չէր ստացել որդուց։ Երկուսին ևս լռություն էր տիրել։ Սակայն գիշերը ժամը 3-ից հետո կիսաքուն վիճակում նրա ականջին հասել էր որդու ձայնը։ Նա վեր էր թռել, ժամացույցը կանգնած էր եղել։ Ողջ գիշեր անքուն ու անհանգիստ լինելով
տագնապի մեջ էր դիմավորել լուսաբացը։ Արդեն մոտենում էր առավոտը, չարագույժ ապրիլի 3-ի առավոտը, երբ մութը սկսել էր գունատվել ու առավոտյան աղջամուրջը փռվել էր երկրի վրա, տիկին Անահիտը որդուց լուր ստանալու համար շտապել էր երկրապահ կամավորների մոտ, այն մտքով, որ ինքն էլ վերջիններիս հետ գնա մարտի դաշտ։ Նա գիտեր հանկարծահաս հարձակման մասին, սակայն պատկերացնել անգամ չէր կարող սոսկալի իրողությունը։ Կամ էլ չէր ուզում մտածել ու զգալ, որ կարող է ամենասարսափելին պատահել իր որդու հետ։ Ցավոք, երկրապահ կամավորներն արդեն գիտեին մեր քաջի սխրանքի մասին ու գիտեին նաև, թե ինչու լուր չկա նրանից։ Նա, գիտակցելով, որ նահանջ լինել չի կարող, նահանջելն իր համար չէր, գիտակցաբար դեմ առ դեմ դուրս էր եկել մահվան դեմ։ Մեծ դժվարությամբ են տիկին Անահիտին համոզել չգնալ մարտի դաշտ, նաև ավելացրել են. «Տուն գնա, Գրիգորը շուտով կգա»։ Նման պահերի, անկախ քո կամքից, երկարացնում ես գույժը հայտնելու պահը։ Հստակ գիտես, համոզված ես, որ հրաշք չի լինի, բայց ակամայից ինքդ էլ ես ուզում հավատալ այն հրաշքին, որը չկա ու չի լինի։ Սակայն անկախ քո կամքից մի փոքր էլ ես երկարացնում պահը, մի փոքր էլ։ Ու այդպես էին վարվել նաև երկրապահ կամավորները։ Մեր անկոտրում քաջը ցավոք եղել է այն 18 խոշտանգվածների մեջ, որ գերի էր վերցրել հակառակորդը։ Նա ամսի 2-ի գիշերը, գիշերվա ժամը 2-ից սկսած մարտ է մղել թուրք խուժանի դեմ, ապա գերի վերցվել այդ արյունարբու գազանների կողմից, երբ դիմակայել է մինչև վերջ ու չի լքել հայրենի սահմանները։ Խորին ցավով պիտի նշեմ, որ մեր հերոսը խոշտանգվել ու սպանվել է այդ լպիրշ գազանների կողմից, հավերժացել է գլխի աջ ուսագոտու վերին վերջույթների հրազենային գնդակային կույր և միջանցիկ վնասվածքներ ստանալու հետևանքով։ Նա հետմահու Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Խոնարհվում եմ նրա անկոտրում կամքի և պայքարող ոգու առաջ, ապա պատվի առնում, պատիվ ունեմ։ Իսկ նրա մորը, մեր հերոսածին տիկին Անահիտին, որ տարիներ շարունակ բարեխիղճ աշխատել է իր պաշտոնում, որդու մահից հետո շնորհվել է գնդապետի կոչում, որն էլ իր հերթին ստեղծեց հասարակական կազմակերպություն «Սրտացավ մայրեր», որը նախագահում է ինքն անձամբ։ Նրա նպատակն է ինչ-որ կերպ օգնել աջակցել զոհված և վիրավորում ստացած զինվորների ընտանիքներին, որ վերջիններս հնարավորինս ստանան հոգեբանական ու սոցիալական աջակցություն։ Նա իր կազմակերպությունով համագործակցում էր Հայրենյաց պաշտպան հասարակական կազմակերպության հետ, որի ղեկավարն էր գնդապետ Մանվել Խաչատրյանը, ով քաջաբար ու հերոսաբար զոհվեց 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ջերմուկի մարտերում։ Փառք ու խոնարհում նաև ջութ մակ անվամբ գնդապետ Մանվել Խաչատրյանին։ Խոնարհվում եմ մեր հերոսի առաջ, ապա պատվի եմ առնում և ձեր առաջ, սիրելի գնդապետ տիկին Անահիտ, նաև գնդապետ Մանվել Խաչատրյանի առաջ պատիվ ունեմ։